Հիմա կարդում եմ ձեզ համար սիրներ 3 հիմնական ծառայություններ, որի կարիքը ունի այսօր, չեմ ասում եկեղեցին։ Եկեղեցին միշտ կարիք ունի ծառայությունների, եկեղեցու միշտ կարիք կան օգնող ձեռքերի, ձեզ ասում եմ, կարիքը համընդհանուր, Աստծո այգու մեջ, Աստծո դաշտի մեջ, կարիք կա այս 3։ Առաջի բանը, ես անցած անգամ այստեղ երիտասարդական ժողովին ասեցի, եթե ես մեռնելու լինեի, իմ վերջի պատգամը որը կլիներ։ Իմ վերջի պատգամը սա կլիներ, եթե սենց արդեն շունչը չէ, ասեն, Արտուր ախպեր, վերջի պատգամը, լայվը միացրել ենք, պատգամը միացրել ենք, վերջի պատգամը, ինք ասեի, ավտոս կտա, չէ, ինչ կասեի, վերջի պատգամը սա կլիներ, սիրելի երիտասարդներ, մեդիան հեղեղեք և լցրեք ինֆորմացիոն դաշտը Աստծո խոսքով։ Երբ որ գնացի տուն, այդ մասին գնացի տուն, հիշեցի, որ ախր Հիսուսի վերջի քարոզն էր դա։ Այսուհետև գնացեք և բովանդակ աշխարհը ավետարանը քարոզեք։ Եվ ես ինքս էլ անկախ ես մասին չեմ, ես ինքս եմ մտածում, իմ վերջինը որը կլինի։ Հենց մեդիայի հետ կապված, ինչի հենց մեդիայի հետ կապված եներ, որովհետև համացանցից են գալի բոլոր չարիքները, ինֆորմացիոն դաշտից է գալի, ամեն ինչ գալիս է ինֆորմացիան, ինչ որ մարդը լսում այն է դառնում է, ինչ որ մարդը տեղավորում է գլխի մեջ, մենք պետք է աշխարհը փոխելու այս մեթոդը ճիշտ օգտագործենք, սիրելի երիտասարդներ, խնդրում եմ ձեզ, համացանցի մեջ աստվածաշնչյան խոսքեր տեղադրեք, սիրելի երիտասարդներ, եթե դու չես քարոզում, մարդիկ կան քարոզում են, իրանց քարոզը տարածի։ Ուղղակի հեղեղի Աստվածաշունչը, գրի Աստված բարի է, Աստված սեր է, Աստված ողորմած է, Աստվածաշնչյան լիքը հատվածներ են, որոնք մարգարեական խոսքեր են, թող լցվի Աստծո խոսքով երկիրը, ինչի, որպեսզի լցվի Աստծո լույսով, որպեսզի լցվի աշխարհը հույսով, ես չգիտեմ ոնց անեմ, ոնց բացատրեմ, այնքան եմ ասում սրա մասին էլ ասելու չի։ Սիրելի մեդիայի ծառայողներ, սատանան ձեր հետ ամենաշատ խնդրեմ ունի։ Դու գիտեք սատանան մեդիայի հետ, գիտեք փառաբանության խումբը գիտի իր այդ խնդրեմ ունի, ես ձեզ ասում եմ չէ, կանոններ փոխում եմ, մեդիայի հետ է իր խնդրեմը, հիմա կասենք ոնց, օդի իշխանի խնդիրը, որը օդի իշխանն է, սատանան օդի իշխանն է, ինքը մեդիայի դեմ այնքան մեծ ատականներ է տալի էլ ասելու չի, որովհետև երբ որ լսում են, փոխվում են, երբ որ լսում են ազատագրում են, երբ որ լսում են կյանքեր փոխում, սատանան ուժեղ ձևով աշխատում է մեդիան, որպեսզի չտարածվի սերները, նա փորձում է սատանան օգտագործի մեդիան իր նպատակների, իր չար նպատակների համար, ես խնդրում եմ երիտասարդներ, ես մտածել եմ, օրինակ ինչ լավ բան կարամ անեմ երկրի համար, Աստծո խոսքը տարածի, ուղղակի սա Աստծո պատվերն է, գնացեք բովանդակ աշխարհը, եթե Հիսուս այս օրերին քարոզեր, կասեր գնացեք եւ մեդիան լցրեք, սերներ Աստծո խոսքի կարիք աշխարհը շատ եւ շատ ունի սերներ, այնքան շատ ունի աշխարհ Աստծո խոսքի եւ Աստծո խոսքը ասում է ինչպես լսեն, եթե նրանց խոսքը չհասնի սերներ